Սիրելիներ, բարև բոլորիդ, իրականում, ինչպես կտեսնեք, այստեղ պատրաստել եմ կաղամբից թթու, որը արդեն այս տարվա մեջ 4 անգամ դիտնեմ, շատ համեղ, շատ յուրահատուկ կստացվի ու հատկապես ժառիտով, փլավով, տարբեր պինդ կերակրատեսակներով շատ համեղ կստացվի ու ինքը այնքան ընդիր է ստացվել ու շատ խրտ-խրտան։ Եթե կցանկանաք պարզապես գիրա, որպեսզի տեսնիք, թե ինչքան ընդիր խրտ-խրտան է ստացվել ու ընդհանուր առմամբ բոլորը համով են այս թթվի մեջ, հատկապես հյութը։ Եթե կցանկանաք, որ այս բաղադրատոմսով ձեզի հետ կիսվի, ուրեմն կտնեք շատ լայքեր ու ես կկիսվեմ այս բաղադրատոմսով ևս, որը կթթվի 3 օրվա ընթացքում ու կստացվի յուրահատուկ համեղ։ Իրականում չեմ կարծում, որ հատկապես թթու սիրողներից որևէ մեկը հրաժարվի ու շատ լավ կհամադրվի ժառիտի հետ։ Ահա, սիրելիներ, և ժառիթն է շատ ընդիր ստացվել, իմ երեխեքս միակ բանը, որ ոչ մեկը չեն հրաժարվի, կարտոֆիլով ժառիթն է։ Ավելի լավ է դուք անձամբ տունային եք կարտոֆիլով ժառիթ, քան երեխեքը կերակրվին խանութի չիպսերով, իսկ ամենաառողջարարը իհարկե խաշած կարտոֆիլն է կամ տապակած կարտոֆիլը։ Սիրելիներ, սկանը ինչ որ ցանկացա այսօր ձեզ հետ կիսվել, պարզապես դրեք լայքեր, գրեք մեկնությունների մեջ, որ կցանկանաք, որպեսզի կիսվիմ թթվի պատրաստման բաղադրատոմսով, որովհետև կուզենամ ձեզի հետ կիսվիմ այն տեսանյութերով, որոնք որ իրականում ձեզի կհետաքրքրեն կամ կարող են ձեզի մեծապես օգուտ բերել։ Սկանը կսպասեմ ձեր արձագանքին, որպեսզի այսուհետ տեղադրեմ այն տեսանյութերը, որոնք որ իրականում ձեզի շատ կհետաքրքրեն։ Լավ մնացեք, առողջ եղեք ու հետևեք և ձեր հոգևոր և թե ֆիզիկական առողջությանը։